Երկրորդ հարցը փորձեմ այսպես շատ կարճ ձևակերպել։ Պատասխանը մոտավորապես հետևյալն է, որ բոլորն ուզում են այդ երաշխավորված խաղաղությունը, շատերը հասկանում են, որ այդ խաղաղությունը իհարկե միալով չի լինելու, եւ հասկանում են, որ դրա համար ջանք եւ զոհողություն է պետք, բայց նաեւ մի վերապահումով, որ իրենցից որևիցե մեկը դրա մեջ պետք է չլինի։ Այսինքն քչերն են պատրաստ այդ հարցում, այն ինչ որ իրենք ուզում են, ունենալ սեփական ներդրումը, իրենց ենթարկել ռիսկերի, վտանգների, դուրս գալ կոմֆորտ վիճակից, կոմֆորտ միջավայրից։ Ինչ վերաբերում է ընտրազանգվածներին հստակությանը, այստեղ մենք միշտ առաջնորդվում ենք գծային կանոններով, սոցիոլոգիական հարցումներով փորձում ենք հնարավորինս չափել, որովհետև այլ բան անել դժվար է։ Մյուս մեթոդը ֆոկուս խմբային հետազոտություններն են, որոնք որ բխում են հենց սոցիոլոգիական հարցումների արդյունքներից, դրանք տևական ժամանակով եւ ինտենսիվ անելը շատ դժվար է քաղաքական նոր ձևավորվող ուժերի համար, որոնք բացի հանրային տրամադրությունները շոշափելուց, նաեւ շատ այլ կարևոր խնդիրներ ունեն լուծելու առաջ գնալու համար։ Սոցիոլոգիական հարցումներն իհարկե որոշ օբյեկտիվություն բացում են, բայց հանգամանքը, որ քանի որ հարցումները հիմնականում լինում են հեռախոսի միջոցով ու հեռախոսազանգերին չպատասխանող կամ պատասխանող, բայց հարցմանը մասնակցել հրաժարվողների մեջ մենք դժվարությամբ կարող ենք վերհանել ապատիկ ընտրազանգվածը մոտիվացված ընտրազանգվածից։ Ամեն դեպքում ես ընդհանուր մտքի հետ իսկապես համաձայն եմ, որքան որ դա ցավալի միտք է, որ իշխանությունները գործում են ոչ ավանդական, ոչ գծային կանոններով, ի տարբերություն ընդդիմության կամ շատ ընդդիմադիրների, այդ թվում նաև փորձեմ ես ինքս էլ ինքնախոստովանությամբ հանդես գալ, որ մենք փորձում ենք հնարավորինս ստանդարտ ձևերով մտածել, ստանդարտ վերաբերվել իրավիճակներին, եւ այդ բաղադրում քանի որ հարցը այն էր, որ ինչ երկիր ենք ունենալու հունիսի 8-ին, կանխատեսում անելը բարդ է այն առումով, որ ընտրությունների պարագայում թեև մեզ ավելի շատ ասում են, որ ռացիոնալ ընտրություններ են լինելու եւ պետք է օրինակ ասենք աշխատել առանձին սեգմենտների տրամադրությունների, նրանց ցանկությունների հետ կապված, ինչքան էլ որ կարողանում ես աշխատել, նույնիսկ երբեմն հաջողվում է օրակարգ այդ առումով գեներացնել, բայց քանի որ իշխանության ձեռքին շատ լծակներ կան, իրենք կարողանում են ջրել այդ ամեն ինչը կամ ինչ-որ մի մասով ջրել։ Հենց թեկուզ Տիկին Վարդանյանը, երբ որ խոսում է փոսերի մասին, եւ քեզ իսկապես թվում է, որ բոլորը պետք է որ հայհոյեն իշխանություններին, որովհետեւ իրենց մեքենաները ջարդվում են։ Երբ որ սա դառնում է խոսույթի թեմա, բորբոքվում է եւ կարող են այդպես ասֆալտ անել, պարզապես ասել են, տեսակ ձեր հարցը լուծեցինք, օրինակ։ Բայց կարևորագույն հարցը այո կապված է խաղաղության հետ։ Այդ հարցը իրենք չեն կարող լուծել, որովհետեւ դա ասֆալտ անելով այդ հարցը չես կարող լուծել։ Մյուս հանգամանքը, որ բարդացնում է կանխատեսումը, թե ինչպիսին կլինի կյանքը հունիսի 8-ին, մեր մտածողությունն է ցանկանում հաճախ իրականության տեղ ընդունելու, որովհետև ոչ միայն քաղաքական գործիչները, այլև անգամ մասնագետ քաղաքագետները չեն կարող անտարբեր չասեմ, բայց շատ զուտ մասնագիտորեն վերաբերվել այս իրավիճակին, որպես մասնագիտական հետաքրքրության հանգամանք դիտարկել այս իրավիճակը։ Եվ սա իսկապես ընդհանուր առմամբ խանգարում է, բայց ընդհանուր ուրվագծվում է երկու տիպի սցենար, որի մասին նաև պարոն Սուրենյանցն էլ խոսեց, ես էլ փորձեմ մի փոքր հավելումներ անել դրա հետ կապված։ Առաջին սցենարը, եթե այս իշխանությունն է հաղթանակում, գործող իշխանությունը, գործող վարչախումբը հաղթանակ է տանում, եւ այո համաձայն եմ, որ դրանից հետո պետք է տուրբուլենտ շրջան լինի, ի պատասխան այդ տուրբուլենտության նրանք էլ պետք է ձգտեն, ցեմենտել իրենց դիկտատուրան, ավարտին հասցնել իրենց դիկտատուրան։
Դա նշանակում է, որ ամեն գնով ազգային ժողովում ունենալ որակական մեծամասնություն։ Դա նշանակում է, որ պետք է սկսել շատ մեծ ու աննախադեպ մարդավորց ընդդիմության ներկայացուցիչներից։ Սա կարևոր հանգամանք է հենց հիմա հաշվի առնելու բոլոր ուժերի համար, ովքեր որ ցուցակներ են կազմում, որովհետև այո, կարևոր է ցուցակներում հայտնված մարդկանց կողմից հնարավորինս շատ ընդդիմադիր ձայներ բերելու հանգամանքը, բայց նաև պետք է հաշվի առնել մարդկանց ձգությունը, որքանով պետք է այդ մարդիկ ձիգ լինեն, որովհետև նախորդ գումարման ազգային, այսինքն գործող գումարման ազգային ժողովի պարագայում ցավոք մենք նաև այդպիսի երևույթների ականատեսը եղանք, որ այդ մարդավորսությունը հաջողվեց։ Իսկ ինչու է սա իրենց համար շատ կարևոր եւ այս մասին բաց էլ հայտարարում են, շատ ուղիղ տեքստով չէ, եթե ասում են, եթե 2/3-ը չունենան, կլինի պատերազմ։ Ինչու՞, որովհետև շատ պարզ է, իրենց առաջ խնդիր կա դրված, որ եթե հիմա մենք չենք կրակում, հիմա մենք քեզ թույլ ենք տալիս, որ դու քո ժողովրդին ասես, որ հիմա խաղաղություն է, ապա դու պետք է դրա համար վճարես։ Եվ ինչով պետք է վճարվի։ Ամենահավանական հանգամանքը, ամենահավանական պահանջը, որ ես տեսնում եմ, Աստված մի արածցե այս առաջին սցենարի դեպքում։ Տիգրանաշեն, վերին ոսկեպար, ազատամիտ, այսպես կոչված Սոֆիլի Բարխուդարլու հատվածները, այսպես կոչված անկլավների հետ կապված։ Որովհետև հունիս-օգոստոս շրջանը զիջումների տեսանկյունից Չակերտել ամենահարմար ժամանակաշրջանն է։ Նախ, որովհետև եթե այս առաջին սցենարը հաջողվում է, հիասթափությունն է մեծ լինում և քաղաքական մասնակցության անկում, և հաջորդ, որ բնականորեն կլիմայական պայմաններով պայմանավորված շոկ է լինում և մարդիկ իրենց տալիս են հանգստի։ Եվ սա շատ հարմար ժամանակաշրջան է լինում, հետևաբար այս հանգամանքը պետք է անպայման հաշվի առնել։ Երկրորդ սցենարը, երբ որ ընդդիմությունը ավելի շատ ձայներ է հավաքում, քան իշխանությունը, գործող իշխանությունն ու նրա արբանյակը, ներկայիս մեր անելիքներից մեկը կարծում եմ պայմանավորվածություն ձեռք բերելն է հետևյալ բանաձևի շուրջ, բոլորի կողմից։ Անկախ նրանից ով ինչքան է հայրերին, ով ինչքան չի սիրում։ Բանաձևը հետևյալն է, եթե իմ ձայնը ունենա վճռական նշանակություն իշխանության փոփոխություն անելու հարցում, ես պետք է օգտագործեմ իմ ձայնը։ Ես չպետք է լինի մի իրավիճակ, որ իմ ձայնը չօգտագործվի և տեղի չունենա իշխանափոխություն։ Առաջին կարևոր պայմանավորվածությունը սա է։ Որքան այս ընտրություններն են ոչ սովորական, էքստրաորդինար, այնպես է լինելու են զարգացումները անգամ ընդդիմության հաղթանակից հետո լինելու են էքստրաորդինար, ոչ սովորական և շատ մեծ ջանքեր պահանջող։ Ինչու, որովհետև այսօրվա Հայաստանը, գործող իշխանություններով Հայաստանը մեր տարածաշրջանում ներկայացված ուժային կենտրոնների մեծ մասի ձեռնտու Հայաստան է։ Այդ թվում Մոսկվայի ձեռնտու Հայաստան է։ Ինչու, որովհետև այսպիսի իշխանություններով նա հնարավորություն ունի չկատարել իր պայմանագրային պարտավորությունները։ Այն իշխանությունը, որ այսօրվա ընդդիմության շարքերից պետք է կազմվի, այդ ոչ օրդինար, ոչ սովորական երկու մեծ բան պետք է անի։ Առաջինը մեծ հաշտեցումն է։ Մեծ հաշտեցումը պետք է տեղի ունենա հասարակության հնարավորինս լայն շրջանակի քաղաքական միավորների ներկայացուցիչների միջոցով կոլեկտիվ առաջնորդության ձևավորմամբ։ Ամենակարևոր հանգամանքը այո հանրային համերաշխությունը և մեծ հաշտեցումն է։ Միայն դա ունենալով մենք կարող ենք հարաբերող այս վիճակում, աշխարհաքաղաքական տուրբուլենտ այս վիճակում կարողանանք մեր շարժը հաշվի առնելով առաջ գնալ։ Եվ երկրորդը մեծ համաձայնություն
պետական քաղաքական այն մոդելի շուրջը, որը կարճաժամկետ հեռանկարում սահմանադրական փոփոխությունների միջոցով այդ համակարգը կձևավորվի համակարգ, որտեղ հնարավոր չի լինի այլևս պետական իշխանության ուզուրպացիա, որտեղ քաղաքական մեծամասնությունը չի կարող տիրապետել անկախ պետական ինստիտուտներին եւ առաջին հերթին դատախազությանը։ Ես ուզում եմ շեշտել այս դատախազության հանգամանքը, այդ 2/3-ը, 3/5-ը ընդհանուր առմամբ անհրաժեշտ։ Իրեն շատ անհրաժեշտ է, որովհետև գործող դատախազի լիազորությունների ժամկետը 2028 թվականին է լրանում։ Իրեն պետք է այնպիսի ազգային ժողով, որ հնարավոր չլինի պաշտոնյան կանել գլխավոր դատախազին։ Սա ամենակարևոր հանգամանքներից մեկն է, որովհետև այդ անկլավները, այսպես կոչված անկլավները, տալը հանդիսանալու է բնականաբար հանցագործություն եւ այստեղ իրեն անհրաժեշտ է ունենալ իրեն հավատարիմ գլխավոր դատախազ իր հանցագործությունը անպատիժ թողնելու համար։ Շնորհակալ եմ, հարցս հետևյալն է, այս թեմայի վրա փորձենք կենտրոնանալ։ Անվտանգություն կամ խաղաղության թեման թիմի կորակարգային հարցն է։ Հիմա իշխանության ներկայացուցիչը հագոռում է, որ այս չկամ կա պատերազմ։ Երբ մենք նկատի ունեմ հակընդդեմ լայն համակարգերից, ասում ենք սիրելի հայրենակիցներ, եթե այս իշխանությունը վերարտադրվեց ուղիղ սեպտեմբերին, ասելու է նոր զիջումներ պիտի անենք, որովհետև լինելու է պատերազմ, հակառակ դեպքում լինելու է պատերազմ, ասելու այս 300,000 ադրբեջանցիների գաղափարը դե պիտի ընդունենք, որ հակառակ դեպքում լինելու է պատերազմ եւ այլ եւ այլ։ Այս մեր ասած կոնտրարգումենտները տեղ հաստում են, թե չէ։ Հիմա այն մարդիկ, որոնք, չգիտեմ, երդվում են իր արևով կամ իրանց համար Ղարաբաղը միևնույն էր, կամ ասում են կամ ձև են տալիս, թե այդպես են մտածում։ Այդ մարդկանց հետ հնարավոր է խոսալ, թե կամուրջներ այրված են։ Այս բաները, որ ասում ենք, որ այս իշխանության վերարտադրման դեպքում շատ պարզ սցենար է սպասում, շատ պարզ, հենց այն բուն սեպտեմբերին, այս պահանջները, որոնք Հայաստանի իսկապես արդեն լինել չինելու հարցն են դնելու։ Տեղ հաստում է այդ բանը, թե չէ, ահազանգը հանրային։ Մենք վերջին շրջանում հաճախ լինում ենք մարզերում եւ մարդկանց հետ շփվում ենք։ Իհարկե տրամադրություններ կան փոխված։ Դա արդյոք բավական է, ոչ բնականաբար։ Հարցը դնել հետևյալ կերպ հնարավոր է փոխել, թե հնարավոր չէ, կարծում եմ այդ հարցադրումը ճիշտ չէ, այլ պետք է անել հնարավորինս։ Հնարավոր թե չէ, ասում հասկանալ, չէ, բոլորն են տարաճանաչ մարդիկ են, մեր հայրենակիցներ են, անկախ էլեկտորալ նախասիրություններից։ Պարզ հարցադրումները նույն պետական համակարգին, որոնք շատ ավելի կրթված են, շատ ավելի պատրաստ են, ինֆորմացիա տիրապետում են։ Լավ, ասում ես դու հանուն պաշտոնի, հանուն քո հաստիքի, հանուն եւ այլն կարող ես հրապարակային կարծիք չհայտնել, բայց դու որպես Հայաստանի քաղաքացի հասկանում ես ինչ ես սպառնալու։ Ըստ քեզ հասկանում են թե չէ, թե փակ վարակույրը դրել են եւ ասում են մենք այլ Հայաստանում ենք ապրում, դուք այլ։ Եթե մենք խոսում ենք ներքին համերաշխությունից, ներքին հաշտությունից, այս էլ է կարևոր։ Մենք նույն հասարակությունն ենք, թե արդեն Հայաստանի տարբեր մոլորակներում ենք ապրում։ Այդ շատ կարևոր է հասկանալ։ Դժվարանում եմ այդ հարցին պատասխանել, որովհետև այդ պատասխանը տալ մենակ մեր շփումների արդյունքում ստացված տպավորությունների վրա, այսպես պատասխանատու հայտարարություն անել ամեն դեպքում դժվար է, բայց հանուն դեպս տրամադրությունների այն փոփոխությունը, որ մենք տեսնում ենք, եթե համեմատում ենք 2021 թվականի եւ ներկայիս նախընտրական շրջանները, տրամադրության այն փոփոխությունները, որ առկա են, դա անխոս անվիճելի է։ Հիմա ավելի շատ գերակշռում է վախի մթնոլորտը եւ պարզապես մարդիկ շատ բաներ մտածում են, այսպես ինչպես որ դուք եք ասում, պարզապես դրա մասին արտահայտվելը կարծիքի առաջատարները տարբեր գյուղերում կամ մարզային քաղաքների տարբեր շրջաններում պարզապես ինչ հանգամանքներից ելնելով, վախի մթնոլորտից ելնելով բարձրաձայն չեն խոսում, բայց այն որ ընդհանուր տրամադրությունների էական փոփոխություն կա, դա անհերքելի է։